Բարի օր, հարգելի հետևորդներ։ Եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ Արփի Թոփչյանն է, ազգ նախաձեռնության անդամ եւ հայկական ընտրություն նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Աղայանը։ Պարոն Աղայան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այսօր ուզում եմ զրուցենք մի շատ կարևոր թեմայի մասին, այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի էներգետիկ համակարգի շուրջ, քանի որ վերջին ամիսներին մենք տեսնում ենք, թե ներքաղաքական գզվորտոսներ այս թեմայի շուրջ, ինչպես նաև արտաքին լուրջ վերադասավորումների մասին վկայող ազդանշաններ, որոնք արժե քննարկել։ Մասնավորապես ակտիվորեն մեր հանրության մեջ ակտիվացվում է եւ ներկայացվում է Ադրբեջանից էներգակիրների ներմուծման թեման, դրա տնտեսական ասպեկտը մի կողմ դրած իր բոլոր բարոյահոգեբանական հետևանքներով, բավականին ոչ միանշանակ իրավիճակ կա ատոմակայանի շուրջ, իսկ մենք գիտենք, որ ատոմակայանը փակել է Թուրքիայի վաղեմի մտադրությունն է եւ նպատակը ռազմավարական, խոսք է գնում Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգի ինտեգրման մասին, մեծ թշնամի երկրների համակարգին, եւ առհասարակ մենք տեսնում ենք, որ այսպես շոշափուկները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը ինտենսիվ կերպով տանում են դեպի թուրքական աշխարհի ինտեգրացիա, բավականին շատ են։ Կուզեի լսել ձեր կարծիքը այս թեմայով եւ ցույց տալ դրա ռիսկերը եւ այն վտանգները, որոնք մեզ սպասում են։ Շնորհակալություն։ Դե ճիշտ է, մի քանի հարց է այստեղ խառնվել եւ դրանցից մեկն է միայն վառելիքի, մասնավորապես բենզինի ներկրումը Ադրբեջանից եւ եթե սկսենք սրանից մի քանի փաստեր, որոնք արդեն կարծես թե հանրությունը ինչ որ չափով գիտի, բայց մեկ անգամ էլ շեշտենք, նախ առգիտություն ընդունենք, որ Ադրբեջանը շատ սահմանափակ քանակի բենզին է արտադրում, էլ ավելի սահմանափակ է այսպես պրեմիում տեսակի բենզինը, էլ ավելի որակյալները ընդհանրապես չի արտադրում եւ փաստորեն նա իր սեփական սպառումը անգամ չի ապահովում պրեմիում տեսակի բենզինով, ընդամենը մեկ գործարանը հիմնականում այդ սովորական մեր մոտ ռեգուլյար կոչվող բենզինն է ինչ որ չափով արտադրում, որը հազիվ բավականացնում է Ադրբեջանը։ Հիմա այստեղ թե ինչ բենզին է գալիս այստեղ Ադրբեջանը իրենն է վաճառում, ինքը ներմուծում է, թե ուղղակի տրանզիտ է իրականում հանդիսանում, բայց ձևակերպված է, որ իբրթե դա արդեն իրենն է եւ այդպես է վաճառում, դա էական չի։ Էականն այն է, որ այստեղ ոչ թե մենք ստանում ենք ինչ որ մի վառելիքի քանակ, հատկապես էժան գներով, որ այսպես կտրուկ գցելու է, չէ, դա ավելի շատ ռոպագանդիստական բաղադրիչ է, որ տեսեք Հայաստանը պարտությունից օգուտներ ունի։ Այդ պարտությունը, որպեսզի վերջնականապես այսպես բոլորի կողմից ընդունելի դառնա եւ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանը կարող է ինչ որ իրավունքներ ներկայացնել Ադրբեջանին, ինչ որ պահանջներ ունենալ Թուրքիայից, ընդհանրապես ասենք որևէ հարցում նրանց հետ հակադրության մեջ մտնել, որպես այս ամեն ինչը հիմքից եւ առհավետ բացառվի, մեզ պետք է կերակրեն տարբեր տեսակի օգուտներով, դրանք օբյեկտիվորեն կարող է լինեն, կարող է այսպես հորինվեն, ինչպես այս պարագայում, հիմա դա այդպես ներկայացվում, այ տեսեք, այ հիմա կգա այստեղ էժան վառելիք եւ բոլորիս համար տեսես շատ այսպես տնտեսապես ձեռնտու կլինի այն իրավիճակը, որը կա, մի այլ կերպ ասած ձեռնտու կլինի կապիտուլյացիան, ձեռնտու կլինի պարտությունը, սա այդ քարոզչության ինչ որ մի մասն է։ Մյուս հարցերը արդեն գալիս են դրան լրացնելու եւ մասնավորապես ընդհանուր մեր էլեկտրականության պարագային պակասորթը, որ աստիճանաբար արդեն ձևավորվում է եւ ել ավելի կխորանա, եթե հանկարծ ատոմակայանը փակվի։ Նախ եկեք մի անգամ էլ հասկանանք մենք ինչ վիճակ ունենք նախքան պատերազմը։ Նախքան պատերազմը մենք ունենք երկու հզոր բաղադրիչ մեր էլեկտրահամակարգի, էլեկտրականության արտադրության համակարգի համար, դա Հագարի գետներ Արցախում, որը Քաշաթաղի շրջանի ամբողջ երկարությամբ իջնում էր ներքև եւ երկրորդը դա Սարսանգի ջրամբարներ, հիդրոէլեկտրակայան այդ ջրամբարի, որոնք իրենք նույնիսկ այսպես ատոմակայանի փակման պահերին նորոգման նպատակով ինչ որ մի սեզոնային այսպես մոտ 1 ամիս ատոմակայանը պարբերաբար կանգնում էր, այդ շրջանում կարծես թե պակասը հենց այդ Սարսանգի հիդրոէլեկտրակայաններ հիմնականում լրացնում
իրացնում։ Մենք հիմա կորցրել ենք այդ ահռելի հնարավորությունը եւ սպառնալիքի տակ ենք, որ անգամ ատոմակայանը կարող է փակվել ուղղակի ծերացման պատճառով օբյեկտիվորեն, հա, եթե նա չնորոգվի, չթարմացվի, օբյեկտիվոր եւ կամ նրա փոխարեն այլ ատոմակայաններ չբացվեն, ապա նա կարող է փակվել եւ այդ դեպքում մենք ուղղակիորեն ունենալու ենք պակասորդ։ Եվ որպեսզի ներկայացվի, որ այս կորուստները հեչ ոչ մի նշանակություն չունեն, եւս մեկ անգամ Ադրբեջանից կամ Թուրքիայից կախվածության հարցն է առաջ բերվում, բայց անունը չեն դնում կախվածություն, անունը դնում են փոխադարձ համագործակցություն, հա, էներգո համակարգերի միացում սովորաբար դա երբ է լինում, որ համակարգերը, ասենք, միմյանց օգնում են, էլի, մի ժամանակ մի տեղը պակասորդ, մյուս տեղը ավելցուկ, այսպես փոխարինում են, սովետական միությունում օրինակ դա բավական էֆեկտիվ աշխատում էր նաև ժամային գոտիների տարբերության շնորհիվ, հիմա այստեղ մեզ ներկայացվում է, որ այդպիսի համակարգ են ձևավորում տարածաշրջանային, կապելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանցերին, եւ սա նույնպես մեզ շատ ձեռնտու է, որովհետեւ մենք ասենք այդ էլեկտրականության գեներացման պակասը չենք զգա։ Եվ դա եւս մի կարևոր հարց է լուծում, դա եւս այս պարտությունը անդառնալի դարձնելու կետն է լուծում, որովհետեւ եթե նույնիսկ մի կողմ դնենք արժե համակարգային եւ նման հարցերը, երբ երկրի բնակչությունը ուղղակի էներգետիկ կախվածության մեջ է հայտնվում թշնամու ձեռքին, որևէ քաղաքական նույնիսկ ապագա հավակնությունների կամ իրավունքների մասին խոսելը դառնում է լրիվ անիմաստ։ Այսինքն մեզ վերջնական ստրկացման, ես այդ բառից չեմ վախենա, որպես ազգ ստրկացման քաղաքականություն է տարվում եւ այդ հարցն է լուծվում էժան վառելիքի անվան տակ ու մի կարևոր հարց է հերթական ներհանրային պարակտումն է, պարակտման հիմքն է, երբ որ մարդիկ սկսում են միմյանց մեղադրել եւ իրավացիորեն շատերը այդ ադրբեջանական բենզինից օգտվելու համար մյուս շերտը, ով իր համար արդարացումներ է գտնում, չնայած կոնկրետ ինձ համար արդարացումներ չկան, նա ըստ էության թաթախվում է այս իշխանությունների պարտողական քաղաքականության մեջ եւ դառնում է նրանց համակիրը։ Այդ մի քանի տասնյակ դրամը ամեն կերպ արդարացնելու մոլուցքով եւ իրականում այստեղ եւս ներքաղաքական հերթական պարակտումն է գնում իր բոլոր այլանդակ դրսևորումներով։ Այստեղ մի բան ասեմ, որ մի քիչ գերագնահատվում է մարդկանց ընկալումները կամ այսպես ասած ոչ թե ընկալումները, այլ զգայունությունը, հա, այդպես գնի փոքր տատանումների նկատմամբ։ Դա հատկապես երևաց դեռ 15 թվականին էլեկտրիկ Երևանի ցույցերը, որոնք սկսվել էին կարծես թե ինչ որ 7 դրամի տարբերության պատճառով, իրականում ժողովրդի մեծ մասը այդ 7 դրամը նույնիսկ չէր նկատում, առավել եւս ցուցարարները, որոնց մեծ մասը փողի խնդիր չունեն, էլ այսինքն ոնց որ ամենաակտիվ մարդիկ, բավական լավ վարձատրվող երիտասարդ ինչ որ մասնագետներ էին իմ դիտարկմամբ, բայց կա հենց այդ մյուս բանը, որ մարդկանց վրա դա չի ազդում, բայց կարելի է այս թեման արծարծել եւ համոզել, որ դա ձեզ ձեռնտու է։ Այդ տեսեք ինչ որ էժանացում եղավ։ Կարևոր չէ դա 1 դրամա, 2 դրամա, որ հաջորդ ամիս ինֆլյացիան դա միջապես ծածկելու է, դա բոլորովին էական չի, էականն է, որ տեսեք մենք էժանացում ունեցանք եւ դա քարոշչական էֆեկտ է այստեղ աշխատում։ Կա այստեղ օգտագործեցի ստրկություն բառը, ինձ թվում է մի քիչ ավելի վատ բանի մասին ենք խոսում, որովհետև ստրկությունը այնուամենայնիվ ենթադրում է, որ մենք այստեղ ապրում ենք եւ ապրելով ուղղակի հանդիսանում ենք ինչ որ մեկի ծառան, հա, աշխատում ենք ինչ որ մեկի համար, զրկված ենք ինչ որ իրավունքներից, ազատություններն են մեր լրիվ սահմանափակված, ստրկությունը սրա դրսևորումն է, բայց մենք գործ ենք ունենալու ավելի լայն երևույթի մասին, որը այսպես եթե գեղեցիկ բառերով ասենք ուղղակի տարածաշրջանային ինտեգրացիան է, իսկ եթե ավելի իրականությունը արտահայտող ձևակերպումներ տանք, ապա Հայաստանը տարալուծվելու է թուրքական շրջապատի մեջ։ Այլ կերպ ասած, տնտեսական, մշակութային, առևտրական, այսպես տարբեր ազդեցությունների արդյունքում Հայաստանը ոչինչով չի տարբերվելու թուրքական տարածաշրջանից եւ մարդկանց մեծ մասի համար դա լինելու է տհաճ հանգամանք, նրանցից ովքեր որ հնարավորություն են կարողանալու են առաջին իսկ առիթի դեպքում հեռանալու են
Մի մասը մնալու են հույսով, որ կարող է ժամանակի ընթացքում ավելի լավ լինել։ Մի մասը հաճույք է ստանալու դրանից, փող է ստանալու, չգիտեմ, ինչ որ նոր արժե համակարգ է ձեռք բերելու։ Այլ կերպ ասած, եթե այսօրվա հային տեղափոխենք իր այսօրվա գիտակցությամբ, տեղափոխենք 100-150 տարի հետո, միգուցե ոմանք կասեն ավելի շուտ, հա, բայց ես մի քիչ ես քանի որ ընկալումների մասին եմ ասում, մի քիչ դրա համար ավելի երկար ժամանակ եմ դնում, այսինքն նա 100 տարի հետո, եթե հանկարծ զարթնի այսօրվա հայը ու տեսնի ինչ միջավայր է, չտեսնի ով է ապրում Հայաստանում, ինքը հայ ժողովրդին չի ճանաչի։ Հայ ժողովուրդ չի լինի։ Հայ ժողովուրդ որտեվ չի լինի։ Այսինքն Հայաստանի բնակչությունը ինքը չի ընկալի որպես հայ ժողովուրդ, կասի դուք ինչ հայ էլի արդեն, նույնիսկ եթե ձևական առումով այդ հայ բառը ինչ որ ձևով պահպանված լինի, նույնիսկ չնայած շատերը ասում են, որ այդ միջանկյալ փուլում եւ հավանաբար այտենց գնահատականները գոյության իրավունք ունեն եւ մեծ հավանականություն իրականանալու, որ տարբեր փուլերում այսպես էս ինտեգրացիային զուգահեռ ճնշումը չի պակասելու։ Հակառակ ամեն ինտեգրացիայի նոր ձեռքբերումներից հետո լինելու է ճնշման ինչ որ մի փուլ, որը ամրագրի նոր ձեռքբերումներ, այսինքն հայերը ընդունեն, հանձնվեն, պարտվեն, նայած որ դեպքում ինչ կլինի, կամ հանձնվեն, կամ պարտվեն, կամ նահանջեն եւ ընդունեն նոր իրողությունները։ Եվ այդ նոր իրողությունները դրանք նաեւ, այսպես ասած, ռազմական բնույթի կարող են լինել տարբեր որոշումներ, որոնք թուրքերին ինչ որ իրավունքներ են տալիս Հայաստանում եւ բազմաթիվ նման բաներով անգամ այդ այսպես սահուն ձևով մշակութային ձուլումը կարողա չլինի, այլ կարողա լինի այսպես ընդհանուր ցեղասպանական գործողություններով ձուլումը, էլի։ Այս հարցը շատ ավելի խորքային պետք է քննարկվեր դեռ 90-ական թվականներին։ 90-ական թվականներին Հայաստանը ուներ ընտրություն, կամ ինտեգրվում ես տարածաշրջանին, կամ որոշում ես, որ պետք է գոյություն ունենաս թուրքական ագրեսիվ շրջապատին ի հեճուկս։ Հա, եւ այդ ի հեճուկս գոյություն ունենալու խնդիրը ուղղակի մենք այդպես էլ չընկալեցինք։ Մեզ տարբեր հանգամանքներ խաբեցին, հա, այդ թվում ամենախաբող հանգամանքը Արցախյան առաջին պատերազմն էր, որը մենք ընկալեցինք հաղթանակ, հա, չավարտված պատերազմ, ընկալեցինք հաղթանակ, հա, մի քանի հաղթական գործողությունները, որոշ շրջանների ազատագրումը, մենք ընկալեցինք վերջնական հաղթանակ եւ մի տեսակ հանգստացանք, հա, ոմանք մեծամտածան, ոմանք դրա հաշվին սկսեցին երկիր թալանել, ոմանք տարբեր բաներ տեղի ունեցան եւ կարծես թե բթացել էր, այսինքն եթե մենք թուրքերին հաղթել ենք, ուրեմն թուրքական սպառնալիքը չկա։ Այսպիսի տպավորություն էր, այսինքն քաղաքական վերնախավը եւ ժողովրդի մեծամասնությունը եւ քննարկումների օրակարգերը այնպիսին են, կարծես թե որևէ թուրքական սպառնալիք գոյություն չունի, մաքսիմում սպառնալիքը, որ կարող էին ընկալել հայերը, դա ինչ որ մի պոստի վրա, ինչ որ մի դիվերսիոն խումբ է հարձակվել, վերջ։ Այսինքն որ ես փորձ եմ առարկել այդ թեմայով։ Ես կարծում եմ դուք մի քիչ ավելի լավ տեսակետից եք փորձում նայել 90-ականների այդ քաղաքական իրավիճակին։ Իմ կարծիքով խնդիրը նրանում է, որ Արցախյան առաջին պատերազմում տարած կամ առաջին փուլում տարած հաղթանակը ի տեղի ունեցել ի հեճուկս Հայաստանի քաղաքական մտքի եւ Հայաստանի քաղաքական մտքի համար, այսինքն քաղաքական իշխանություն կրողների համար այն դարձել է ըստ էության բեռ։ Այսինքն այդ մարդիկ անգամ տեսնելով Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, որը կարող էր դառնալ վերջնական հաղթանակ կախված մեր հետագա քայլերից, նրանք դա չեն ընկալել որպես հաղթանակ, նրանք դա ընկալել են որպես թուրքական աշխարհի հետ համաձայնությանը գալու, այսպես ասեմ, խոչընդոտ։ Այսինքն իրականության մեջ վիճակը ես կարծում եմ 90-ականին շատ ավելի վատ է եղել։ Այդտեղ է եղել ճակատագրական սխալը, որ իրականում այդ հաղթանակը ռազմական առումով ստեղծած մարդիկ, նրանք քաղաքական արդյունքի չբերեցին, նրանք չհասկացան, որ եթե դու գետնի վրա ռազմական հաղթանակ ես տարել, դա պիտի ձևակերպես քաղաքականորեն եւ պիտի հայտ ներկայացնես տարածաշրջանում դառնալու որոշող խաղացողներից մեկը։ Մենք երբեք մեզ նման կերպ չենք պահել, որովհետեւ ես զրուցել եմ պարոն Մանվել Սարգսյանի հետ եւ նա շատերին է պատմել այդ պատմությունը, իրականության մեջ, որ 94 թվականի զինադադարը, երբ որ իրականում ինչ պայմաններով էր կայացվել, որ անգամ այդ հաղթած վիճակում ռուսական խաղապահների իբր պիտի գային, պարոն Սարգսյանը պատմել է, թե դա ինչ process-ների արդյունքում է վիժեցվել այդ գործընթացը, մենք մոռացել ենք 94
թվականի խայտարակ զինադադարի պայմանները եւ այդ շահած 26 տարիները, երբ որ Արցախում միայն հայկական զորք էր, իրականում դա ըստ էության ընդհանրապես ժամանակի հետաձգում էր։ Մեր քաղաքական միտքը երբեք չի խորացել նման քննարկում անելու համար։ Նրանք ի սկզբանե իրենց ամբողջ վարվելակերպով հակված են եղել ամեն գնով համաձայնության գալու թուրքերի հետ։ Այսպիսի հակասություն է առաջացրել։ Ես հիմնականում համաձայն եմ ասվածի հետ, ուղղակի դա այդքան էլ չէր հակասում իմ ասածին, ուղղակի ֆոկուսը տեղափոխվեց իշխող վերնախավի որոշում կայացնողների երկիրը կառավարողների։ Այդ առումով բավական ճիշտ է։ Մենք եթե ժամանակ ունենանք դա վերլուծելու, դա առանձին հետաքրքիր թեմա է, մենք կարող ենք հիշել այնպիսի հանգամանքներ, ինչպիսին օրինակ կար բանը, հա, երրորդ ուժի բացասման օրենքը Ռաֆայել Իշխանյանի, որ այդ ժամանակվա հրեշական գաղափարախոսության այսպես անկյունակարային բաներից մեկն էր, կամ որոշ մտքեր, որոնք Վազգեն Մանուկյանն էր արտահայտում գնացքից թռչելու ժամանակ այդ քննարկումների մեջ, եթե ամենահիմնականը առանձնացնենք, դա այն էր, որ մենք առանց ռուսների կարող ենք թուրքերի հետ պայմանավորվել եւ հանգիստ ապրել։ Բայց չէր քննարկվում, թե ինչ օրինակ, երբ որ պարոն Սարգսյանը պատմում է այդ պատմությունը, թե ինչպես են կարողացել այո նույն թուրքերի հետ համագործակցելով այնպես անել, որ թույլ չտալ, որպես ռուս խաղաղապահները մտնեն Արցախ, ես հասկացա մի պարզ բան, թուրքերը հնարավոր է պայմանավորվել, երբ որ դու հաղթած վիճակում ես, իսկ նրանք պարտված։ Այո, այդ ժամանակ ընդ որում այդ դեպքում արդեն իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչու պայմանավորվել, ինչու չպարտադրել քո կամքը, բայց իրականության մեջ քաղաքական առումով թուրքերը հնարավոր է պայմանավորել միայն այդ դեպքում, երբ որ ինքը հասկանում է, որ կոնկրետ տվյալ պահին ինքը չի կարող քեզ հաղթել։ Ուրիշ պայմանավորվելու ձև, այսինքն ի սկզբանե այդ նույն քաղաքական վերնախավը նրանք քաղաքական առումով պայմանավորվելու հարց չեն դրել, միշտ դրված է եղել հանձնվելու հարցը, ողորմածությանը հանձնվելու հարցը։ Ճիշտ է այն իմաստով նաև, որ ոչ թե հնարավոր չէ, այլ ի սկզբանե անհնար է բնույթից ելնելով մեր հակամտություն թուրքերի անձը թողանք մի կողմ, ուղղակի հակամարտության բնույթից ելնելով թուրքերի հետ պայմանավորվել ապագայի մասին, պայմանավորվածությունները ընդամենը ֆիքսացիաներ են լինում։ Այո։ Այսինքն եթե մենք ինչ-որ մի հաջողություն ունենք, դա կարող ենք ֆիքսել, բայց հաջորդ պահից պետք է հասկանայինք, որ հիմա փորձ է արվելու ստատուս քվոն փոխել, ավելի վատ պայմաններ եւ մենք էլ որպեսզի գոյատևենք, պետք է անընդհատ մտածենք այդ լավացնելու մասին։ Այսինքն սա ոչ թե պայմանավորվածություն է կատարելու մասին, այլ սա ֆիքսած ինչ-որ իրավիճակի արձանագրում է, որից հետո սկսվում է պայքարի հաջորդ փուլը։ Ինչու է այդպես, հա, այդտեղ հաճախ ընդդիմախոսներ կան, ինչ եք խոսում էլի ժողովրդին տրամադրում եք, տեսեք անգլիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները այդքան տարի կռվել են, հիմա հաշտ ու խաղաղ Եվրամիության մեջ ոչ ազգություն են ճանաչում, ոչ մի բան այսպես երջանիկ ապրում են։ Ես կարծում եմ, որ էական հանգամանքների տարբերություն կա, որովհետև մենք ոչ Անգլիա ենք, ոչ Ֆրանսիա ենք, ոչ Գերմանիա ենք եւ շրջապատված ենք ոչ թե եվրոպական մեզ նման, հա, եվրոպացիները մեկը մյուսին հարազատ ինչ-որ իմաստով, շրջապատված ենք ոչ թե հարազատ քաղաքակրթություններով, այլ ուղղակի թուրքական օղակի մեջ ենք եւ այս թուրքական օղակը չի կարող քեզ կուլ չտալ, անգամ եթե տեղի ունենար այն ինչը որ պատկերացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, հա, ասենք ավարտվեց այս թեթև վեճաբանությունը Արցախի հետ կապված, դրանից հետո մենք պայմանավորվեցինք եւ այսպես հանգիստ ապրում ենք, հավակնություններ չենք դրսեւորում, բան չենք անում, որպեսզի թուրքերն էլ թողեն մենք հանգիստ ապրենք։ Պարզապես, եթե իրոք իր ուզածը տեղի ուներ, պարզապես դիֆուզիոն process-ների արդյունքում մի քիչ ավելի երկար ժամանակահատվածում, բայց դարձյալ հայկական տարը խնդիր ուներ։ Օրինակ, ասենք քննարկումները, որ հաճախ գնում էին Թուրքիայի սահմանը պետք է բացվի, այդ Թուրքիան է փակել, Թուրքիան վատնա որ փակել է։ Եղբայր, Թուրքիայի սահմանի փակ լինել դա բացառապես հայ ժողովրդի շահերից է բխում, որովհետև այդ սահմանի բացումը, ակտիվ առևտուրը արդեն այն ինչ որ ունենք մեզ համար խնդրահարույց է, իսկ այն մնացած բաները եթե ավելացնենք, այդ ամեն ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է այդ դիֆուզիոն process-ների արագացմանը, այլ կերպ ասած, նո ասենք հայությունից 1% կգնա Թուրքին, 99% թրքությունից կգա հային, այսինքն եւ արդյունքում դու համարյա ոչինչ չես քեզնից ներկայացնի։ Սա դժվարանում են մարդիկ ընկալել, որովհետև բոլորը դատում են, այդպես պարզ մարդիկ, հա, բոլորը դատում են իրենց նախկին փորձով, օրինակի համար ասենք այսօր Հայաստանում, եթե նկարագրես ինչ որ մի իրավիճակ տնտեսական ոլորտում, որ կարող է այսպիսի մի բան լինի,
Չէ, ինչու պետք է դա լինի, չէ որ մինչև հիմա դա չի եղել, հա, եթե մինչև հիմա չի եղել, ուրեմն երբեք չի լինի։ Այսպիսի դատողությունների մեջ են բոլորը, ոմանք դեռ հələ սովետական պատկերացումներով, ոմանք հիմա այս անկախ Հայաստանի 30 տարվա պատկերացումներով չեն ընկալում, թե ինչ է նշանակում պարտված Հայաստանը։ Պարտությունից արդեն քանի տարի անցել, դեռ հələ մարդիկ լավ չեն պատկերացնում։ Եվ ոչ միայն պարտված, ոտքի կանգնել չցանկացող Հայաստանը։ Պարտությունից հաճույք ստացող, հա, դրա հետ համակերպվող Հայաստանը, թե ինչ կարող է լինել մի քանի տարի հետո, չեն տեսնում։ Տեսեք, մի բան էլ ասեմ, որ նշեցիք Սարսանգի մասին, նշեցիք Հակարի գետի մասին, իրականում խոսելու շատ թեմաներ կա, որովհետև հաջորդ մանիպուլյացիան, որ հանրության մեջ արվել է, դա այն է, որ այս բոլոր տարիներին Արցախի բյուջեի համար բեռ է եղել, մեր ռեսուրսների մի զգալի մաս գնացել Արցախ։ Երբ որ իրականության մեջ Արցախը մեր համար լրջագույն ռեսուրսների աղբյուր է եղել, եւ այդ ռեսուրսները մի կողմ թողնենք ապօրինի հարստացածներին եւ մնացածին, բայց որոշակի հատված ծառայել է ամբողջ հանրապետությանը, սկսած դացորենի պաշարներից, սկսած էլեկտրաէներգիայի, այսինքն մենք այստեղ ունենք գիտելիքի եւ տեղեկությունների պակաս եւ յուրաքանչյուրը հանրության մեջ այս մանավանդ պարտված շերտը իր համար ստեղծել է կեղծ իրականություն, իրենց փոփում է այդ կեղծ իրականության մեջ եւ չի ուզում արթնանալ։ Չնայած վաղ թե ուշ արթնանալու եւ այդ արթնացումը ցավոտ է լինելու, բայց միևնույն է ինքը չի ուզում արթնանալ եւ օրինակ ինձ համար կոնկրետ որպես անձ, որպես հայ, այս ամենի մեջ ամենացավոտը այն է, որ այդ ճահճանման զանգվածը մեզ գիտակից մարդկանց եւս քաշում է ներքև եւ մենք հնարավորություն չունենք այդ ճահճից դուրս գալու, մեր ուժերը չեն բավարարում այն ինչը որ մենք տեսնում ենք կանխելու համար, որովհետեւ ի տարբերություն ինքնաթմբիրում գտնվող շատ-շատերի մենք դեռ 20 թվականից այս դաժան ապագան տեսնում ենք եւ շարունակություններ ենք տեսնում։ Ես մի քիչ այնուամենայնիվ ժողովրդի դերը մի քիչ պակաս եմ գնահատում։ Հիմնական հարցը քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող խմբերի հակամարտության հարցն է, որովհետեւ վերջ-ի-վերջո հանրային կարծիքը ձևավորում են նրանք։ Հանրությունը այսպես իր ներսից կարծիք չունի։ Պետք է խոսացող մարդիկ խոսեն, որպեսզի լուր մարդիկ կարծիք ձևավորեն։ Բայց մենք այո, հիմա գտնվում ենք մի վիճակում, երբ որ խոսացող մարդիկ մեծամասամբ սխալ բաներ են խոսում։ Իսկ նրանք, ովքեր անգամ ճիշտ բաներ կարող էին խոսել տեսականորեն, կամ գիտելիքի պակաս ունեն, կամ փորձի պակաս ունեն, կամ կազմակերպ են եւ բազմաթիվ այլ թերություններ կարելի է վերագրել քաղաքական դաշտի ազգային հատվածին։ Ինչու է այդպես ստացվել, դա իր երկար նախապատմություն ունի, բայց դա շատ էական հանգամանք է հիմա, այսինքն կապիտուլյացիային հավատարիմ հատվածը եւ այն մյուս հատվածը, որը ընդհանրապես այդ օրակարգերի շուրջ չի մտածում, մենակ ասենք նյութական կողմին է նայում, հա, իշխանություն ունենամ, թալանեմ կամ այստեղ ինչ որ կարգավիճակ ունենամ կամ կարիերա անեմ, այդպիսի բաներ մտածողները ընդհանրապես այս օրակարգերը չեն դիտարկում, նրանց թվում է, որ այս կառուցվածք է պետականությունը sense այսպես միշտ այսպես լինելու է եւ իրանք միշտ կարող են այն թալանել, կարիերա անել կամ չգիտեմ, այլ հաջողություններ ունենալ։ Իսկ այդ ազգային հատվածը այս երկուսի համեմատ, այո, շատ այսպես նույնիսկ շատ կոպիտ բառ կա ասեմ, մանկապարտեզը հիշեցնում, էլի, եւ դա այս մեր 30 տարվա անկախության արդյունքն է մեր օրենսդրության, մեր քաղաքական վերնախավի, որը ամեն ինչ արեց, որ ազգային գիտակցությունը քաղաքական գնալով անկում ապրի եւ այսօր էլ դեռ չի կարողանում ոտքի կանգնել։ Որովհետեւ երբեք ազգային շահ չի սպասարկվել, իսկ ազգային մտածողությամբ քաղաքական ուժը սպառնալիք է ցանկացած իշխանության համար ու միայն սեփական փոքր խմբակի բարեկեցության կամ իշխանության հարցերն է լուծում։ Եվ խնդիրը դրա մեջ է եւ ես մի անալոգիա ուզեցի բերեմ, այս մանավանդ ներկայ իշխանավորների հետ կապված, ովքեր պետության տարբեր բջիջներն են զբաղեցրել եւ հարստանում են, բնության մեջ գոյություն ունի այսպիսի մի բան, վիրուսը ինքը բնությունից դուրս, բջջից դուրս չի կարող գոյություն ունենալ։ Ինքը ապրում է, երբ որ մտնում է բջիջ, վարակում է, փոխում է բջջի DNT-ն, այն ինչ որ արվում են մեր հետ, փոխում են մեր DNT-ն եւ այլն, բայց գալիս է մի պահ, որ բջիջը այլևս չի կարող դիմանալ եւ բջիջը մահանում է եւ վիրուսն էլ է մահանում։ Հիմա այն ամբողջ գործընթացները այդ քաղաքական
պետական դաշտ կոչվածը ամենաառաջի պատասխանատու իշխանություններով, բոլոր այն ուժերով, որոնք եղել են իշխանության եւ որոնք շարունակում են մասնակցել այս գործընթացին, դրանք այդ վիրուսներն են, որոնք վարակել են մեր պետության բոլոր օրգան համակարգերը եւ որոնք փոխում են մեր ԴՆԹ-ն, բայց որոնք այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ այս պետությունը վաղ թե ուշ այսպես շարունակելու դեպքում ուղղակի մեռնելու եւ իրենք էլ դրա հետ միասին։ Այլևս, այսինքն նույնիսկ այդ տարական գիտակցումը չկա։ Այսօր առօրեական այժմեական շահով ապրելու հարցն է ընդհանրապես լուծում, իսկ ազգայինի եւ մնացածի մասին չի կարող խոսք լինել։ Մենք սկսեցինք էներգետիկ անվտանգությունից, բայց եկանք հասանք ազգային պետական խնդիրներ, որովհետեւ էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության խնդիրներից մեկն է։ Եվ ամենազգայուն խնդիրներից մեկը, որովհետև ես անկեղծ կարող եմ ասել, երբ պատկերացնում են 90-ականների սերունդը, որ դիմացավ այդ դժվարություններին, այսօրվա սերունդը պատրաստ չի մի փոքր անգամ դժվարություններ կրել, եթե չկա գաղափարը հանուն որի արժի դիմանալ, իսկ այդ գաղափարը արժեզրկվել է։ Ես կարող եմ այդ անալոգիան սիրուն չհնչել, բայց նույն եթե վերադառնանք էժան բենզինին, այդ միտքը ինձ ուղղակի ինչ այդ թեման բացվել է, հանգիստ չի տալիս, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այդպես կուրս ծեծելով մի քանի տասնյակ դրամ էժան լինելու համար ադրբեջանական բենզին են գրում, նրանք հավանաբար այն նույն մարդիկ են, ովքեր սոցցանցերում եւ ոչ միայն մեղադրում են արցախահայերին, երբ որ նույն արցախցիները 9 ամիս շարունակ սեփական երեխային կիսասոված աչքի առաջ մրսած, բայց նրանք հանուն գաղափարի այս կամ այն գաղափարի նրանք դիմադրեցին, պայքարեցին եւ ըստ էության դիսոնանս է ստեղծվում, կոգնիտիվ դիսոնանս, այս թեման շատ չեմ անդրադարձել, որ չստացվի հերթական երկպարակություն եմ ստեղծում, բայց համեմատությունը ինքնին շատ խոսուն է։ Հետևաբար անկեղծ ասեմ, քաղաքական կազմակերպման հետ կապված ներկա էտապում ես այդքան էլ լավատես չեմ, որովհետեւ բոլոր փորձերը գալիս հանգում են այն խնդրին, որ հասունացման կարիք կա։ Իսկ հասունացումը մենք արհեստականորեն չենք կարող ապահովել եւ մնում է միայն հույս ունենալ, որ այդ հասունացման ժամանակահատվածը, որը պահանջվում է, կրիտիկական չի լինի եւ գործընթացները վերջնական անդառնալի չեն դառնա, չգիտեմ։ Իրականում այդ խնդիրը իրոք կա, այստեղ նախորդ մտքի հետ կապված մենք կապիտուլյացիայի քարոզիչ ուժը միշտ արդարացումների կարիք ունի եւ տարբեր մեղավորներ նշանակելը, այդ թվում արցախյան խնդիրը եւ արցախցիներին մեղավոր նշանակելը այսօր ցավոք սրտի այդ քարոզչության մաս է կազմում եւ սրա մասին ես կարծում եմ այնուամենայնիվ արժի խոսել, որտեղ դա ոչ թե պարակտում է առաջացնում, այլ դա իրոք շատ կեղտոտ քարոզչություն է։ Ես առաջարկում եմ մի առանձին զրույցի ընթացքում դա իհարկե կարող ենք անել, իսկ ազգային ուժերը, այո, կազմակերպման խնդիրը բավական բարդ է, կարելի է ասել փուլը բաց ենք թողել այս իմաստով, բայց անգամ այս փուլում կարելի է մտածել, թե ինչ անել, որ հաջորդ փուլը զրոյից չսկսվի, էլի։ Լավին համամիտ եմ ձեզ հետ, մենք չենք հասկանում, որ քաղաքականության մեջ տնային աշխատանքը, նախապես արված աշխատանքը դա շատ ամենակարևոր եւ որոշիչ մասն է։ Մեզ թվում է, թե քաղաքականությունը կամ իշխանափոխությունը կամ բոլոր լուրջ գործընթացները դրանք տեղի ունենում իմպրովիզով, միանգամից մարդիկ դուրս են գալիս փողոց եւ խնդիր է լուծում, չհասկանալով, որ միշտ դա տեղի ունենում հասունացում նախապատրաստական աշխատանք։ Այդ նախապատրաստական աշխատանքից փախչում ենք եւ ակնկալում ենք արագ արդյունքներ։ Այն ինչի մասին որ խոսում ենք ես եւ պարոն Աղայանը մեր անձնական տարբեր շփումների եւ փորձառության արդյունքն է եւ այո, ցավով պիտի նշենք, որ 26 թվականի համար ռեալ երկրի համար պայքարի մեջ մտնելու հնարավորությունը ազգային ուժերը բաց են թողել, բայց պիտի շարունակել աշխատել եւ անկախ ամենից պիտի շարունակել աշխատել։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ այն ապագան է, որը մեզ մենք ներկայացրեցինք եւ այնպես չէ, որ դա ինչ որ անիրական ապագա է, դա այս գործընթացների տրամաբանական շարունակությունն է եւ դրա դեմ անպայման այս կամ այն կերպ պետք է փորձենք առնել։ Դե ինչ, սկսեցինք էներգետիկ անվտանգությունից, սահուն կերպով հասանք ազգային պետական խնդիրներին, որովհետեւ էներգետիկ անվտանգությունը մեր ազգի պետական խնդիրներից մեկն է եւ էներգետիկ կախվածությունը պետությունը բնակչությանը ազգին այո շատ ավելի հեշտ կառավարելի դարձնելու, շատ ավելի հեշտ մանիպուլացնելու ոլորտներից մեկն է։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք, ձեզ հետ էին ազգ նախաձեռնության անդամ Արփիտ Հոբչյանը եւ հայկական ընտրություն նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Աղայանը։ Մենք մի քանի տարբեր թեմաների էլ հպանցիկ անդրադարձանք, որոնք անպայման կշարունակեն, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին մեր հաջորդ զրույցներում, որովհետեւ
կան թեմաներ, որոնք շատ ցավոտ են, բայց կան խնդիրներ, որոնց վրայից պիտի այդ տաբուն հանվի եւ պիտի մատնացույց արվի, վերքը պիտի բացվի, թարախը պիտի դուրս գա, որպեսզի վերքը լավանալու հնարավորություն ունենա։ Շնորհակալություն, որ դիտում եք, միացեք մեզ, միացեք ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա եւ որպեսզի այն կարևոր ասելիքները մեր ներկայի եւ ապագայի հետ կապված, որ ուզում ենք հասցնել ձեզ, ավելի լայն լսարանին հասու լինի։ Շնորհակալ ենք։